Ողջույն բոլորին։ Առավոտյան ընդհանրապես երբ որ արթնանում ես եւ սկսում ես հետևել աշխարհի նորություններին, զգում ես, որ ամեն օր այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, ինչպես նաեւ Հայաստանում, որ ամեն օր խոսալու բան կա։ Դրա համար այսօր որոշեցի խոսել մի երկու տարբեր թեմաներից, շատ կարևոր, շատ արդիական, որը ինձ իհարկե շատ մտահոգեց, դրա համար որոշեցի ձեզ հետ կիսեմ։ Ուրեմն դիտեցի իմ լավ բարեկամ ռուս բլոգեր, ռուս հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերջին զայնագրությունը, որը խոսում է ուրեմն հայ գերիների մասին, որպեսզի ամբողջությամբ չասեմ, թե ինչի մասին են խոսում, ուրեմն հղումը կտեղադրեմ մեկնաբանություններում, կարող եք սեղմել այդ հղումի վրա եւ դիտել նրա այդ փոքրիկ տեսաժապավենը այդ թեմայի մասին, բայց հիմնականում այն ինչ որ ես ուզում եմ նրա հետ կիսվել, ձեզ հետ կիսվել, այն ինչ որ ինքը արտահայտեց այդ միտքը, քանի որ այդ հարցը ինձ էլ էր արդեն երկար շաբաթներ հուզում էր եւ վերջապես ինչ որ լսում ես մեկը ասում է, ոնց որ քո մտքերը կարդա, ուզում ես դու էլ խոսես դրա մասին։ Մենք ունենք հայ գերիներ, բացի նրանցից, որ պահվում են պատանդները Բաքվի բանտում, ունենք մի քանի գերիներ, որոնք վերադարձել են Հայաստան։ Ինչու այդ գերիները չեն խոսում։ Ինչու մենք նրանց չենք լսում, ինչու նրանք չեն պատմում այն արհավիկների, այն զրկանքների, այն չգիտեմ, ստորացումների մասին, որոնց միջով իրենք անցել են Բաքվի բանտում։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը ունի թշնամի, իրեն թշնամի վարչապետ, իր խմբակով, որը իր հերթին արգելում է, ասենք, ԿԳՍՄ նախարարին խոսալ այդ թեմայի մասին, ԿԳՍՄ նախարարն էլ իր ամուսին Պետրոսին արգելում դրա մասին խոսել, բնականաբար Պետրոսը այդպիսի մարկանց իր ստուդիա չի հրավիրի, բայց կան շատ ընդդիմադիր ուրեմն լրագրողներ, կան ոնց են ասում, անկախ լրագրությամբ զբաղվող, հետաքննությամբ զբաղվող լրագրողներ, ինտերնետային էջեր, որոնք կարող են այդ դրա մասին խոսել։ Ինչու չեն խոսում, ինչու այդ մարկանց չեն հրավիրում, ինչու մենք ասենք դա չենք աղաղակում ամբողջ աշխարհով մեկ, ինչու չենք աշխարհին տեղեկացնում, թե ինչպիսի պայմաններում են գտնվում մեր մնացած բանտարկյալները Բաքվու բանտերում։ Ռուբեն Վարդանյանը, Արցախի ղեկավարությունը մտածելով նրանց մասին։ Ինչու է դա փակ թեմա։ Այս սրա մասին շատ լավ խոսեց ուրեմն Ալեքսանդր Լապշինը, հաշվի առնելով հայկական այդ կովկասյան մենտալիտետը, անեց որ սեղմեք հղումի վրա նայեք, եւ բայց ես ասածս դա է, շատ այդ հարցը մտահոգում։ Ես ունեմ մի 2-3 ծանոթ լրագրողներ, անկախ լրագրությամբ զբաղվող, որոնք երբեմն շատ հետաքրքիր հարցազրույցներ են վարում։ Ես այսօր անձնական նամակ կուղարկեմ նրանց, որը իմ հարցը կուղեմ բարձելու համար, թե ինչու նրանք չեն հրավիրում, ասենք այն նույն Բեյրութահային, որը վերադարձավ կամ այնտեղ տարբեր շրջաններից, գերությունից վերադարձած մեր հայերին, ինչու նրանց չեն հրավիրում հարցազրույցների։ Բնականաբար նորից ասեմ, որ որպես գովազդի ձևով պատահական չէ, որ Ալեքսանդր Լապշինին շատ եմ համակրում, ինչպես նաև Վադիմ Արությունովին, որը վարում է անտիտապոր հաղորդումը, Վադիմին համարվում է մշտական ամսական ուրեմն Patreon, երբ որ սկսում է իր հաղորդումը, Patreon-ների ցուցակում երկրորդ սյունակի վերևում գրված է Արմեն Պողոսյան։ Ես հպարտում եմ դրանով, որ իմ անունը կա այդ ցուցակում, իսկ ձեր անունը այդ ցուցակում կա, ձեր անունը ինչ որ մեկին օգնելու աջակցողների ցուցակում կա։ Իսկ Ալեքսանդր Լապշինին երբեմն տարվա մեջ մի քանի անգամ նորից ֆինանսական օգնություն եմ ցույց տալի, որովհետև ես գտնում եմ, որ նա ավելի շատ հայանպաստ աշխատանք է կատարում, քան շատ ու շատ հայ սուտի քաղաքական գործիչներ կամ լրագրողներ կամ բլոգերներ։ Դե նորից կրկնեմ, իշխանությունից սպասել հնարավոր չի, նա երբեք իշխանությունը թույլ չի տա այդպիսի հարցազրույցներ վարեն, որովհետև մենք ունենք այսօր տականք սրիկա, դավաճան, հակահայ իշխանություն, նրա վերջի այդ սրիկայությունը Եվրոպայի խորհրդում նորից մեր եկեղեցուն վարկաբեկելներ, էլի ես չգիտեմ թե ինչ քաղաքական դիվիդենտներ ուզում հավաքի Եվրոպայում նվաստացնելով, գցելով եւ կեղծ ուրեմն լուրեր տարածելով մեր հայ սուրբ առաքելական եկեղեցու մասին, ինչպես նաեւ ուրեմն
ցեղասպանության ուրեմն թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացնել է, որը իհարկե արդեն երևի ինձ համար դա երևի համբերության, չգիտեմ, տանելիության վերջի կաթիլներն են արդեն այդ բաժակի մեջ, քանի որ այդպիսի, այդ սրիկա իշխանության հետ կապված մի բան էլ ուզում ասեմ, որտեղ այդ բոլորը փաթեթ է դրանց հետ կապված, մի բան ցույց տամ ձեզ ու շարունակենք։ Որ Հայաստանի Հանրապետության անդիմադիր քաղաքական դաշտը ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախվի պատերազմը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մտնի պատերազմի մեջ, որպեսզի այդ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր որդիների կյանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր որդիներին, որպեսզի դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը ստիպված լինի զրկվել իր ամենաթանկից իր անկախությունից։ Ես պնդում եմ, Ես Այս սրանք տանել չեմ կարում, սրանք մի 4-5 հոգի են խորհրդարանում, այն Նիկոլի բաներն են, այն կատաղած շները են, որ մի քանի օր են որ շուն ալում, չէ, ուտելու բան չեն տալի, գազազացնում են, հետո հարցակվում, սա է այն ճաղատ գլխով, մորուքով, ակտոստերով, որ ականջ էր կտրում, Կոնջոյանն է, մի 4-5 հոգի կան, այն Արսեն Թորոսյանը, որ Նիկոլի կատաղած շներն են։ Բայց այս ժապավենը երկար, արդեն մի քանի շաբաթ առաջ է, որ ինքը խոսացել է սա, այս նույն միտքը ասել է նաև կարծեմ այն տարօրինակ փոքրինչ տարօրինակ փորձեմ իսկ պահել կոռեկտության սահմաններում էկոնոմիկայի նախարարը, նա մի քիչ ոնց որ sense տարածել լինի, Ժորժ ջան, պարզապես իմ սիրելի հարգելի հայաստանցիներ, գնում եք դեպի ընտրություններ, դուք ես չեմ մասնակցելու, դուք եք մասնակցելու, դուք եք ընտրելու։ Սա ամենաուժեղ շանտողությունն է, մեղմ ասած, որ սրանք ասում են։ Սա ամենաուժեղ սադրանքն է։ Հասկանում եք, սա գիտեք ինձ ինչ է հիշեցնում են, այս ժողովրդին ոնց որ դնում են բան վիճակի մեջ, էլի, sense խափելով, ժողովրդին հիմարացնելով սադրում են, որ ասեն կարելի է պատկերացնել օրինակի համար, վերացական ձևով ասեմ, ինչ որ մի աղջիկ ասում է, վայ, ինձի որ Գևորգ չամուսնացնեք, բան, ինքնասպան թույն կխմեմ։ Այսպես բան է, էլի, կամ ինչ որ երեխա է, որ ինձ հեծանիվ չառնեք, ինձ պատուանից կգցեմ, սես կարող ասած ինչ որ հիմար բան, էլի։ Հիմա սրանց ասածն է, որ մեզ չընտրեք պատերազմա լինելու, մենք խաղաղություն ենք բերել։ Դե բա եթե խաղաղություն եք բերել, ելքի պետք է պատերազմ լինի, այս հարցը ոչ մեկ սրան չի տալիս։ Ու սա նույնպես այնպիսի մի սադրանք, այնպիսի արտահայտություն է, ժողովրդին փորձում են մոլորեցնելով դնել մի այնպիսի վիճակի մեջ, որ մեզ չընտրեք, նայեք, սենց ձեր երեխեքին կկոտորեն։ Իրանք տարան 5000 երեխու գլուխ կերան կոտորեցին, 20 տարեկան երեխեքին բերեցին ու Եռաբլուրի ծավալը 2 անգամ մեծացրեցին, այսօր իրանք սադրում են, այն ծնողներին են փորձում սադրել, ում երեխաները մոտեցել են արդեն 18-20 տարեկան հասակին բանակային տարիքին։ Նայեք, այն նախկին ծնողներին չեն դիմում, բան չեն ասում, այն ծնողները, որ գնում են իրանց դուռը խնդրում են, ընկնում են ոտքերը, իմ երեխայի շիրիմը չկա, իմ երեխան անհայտ կորած է, դրանց արհամարում են, դրանց չեն ընդունում։ Կամ զոհվածի ծնողներին ոտք ու ձեռքից կարող է վեկալեն, եռաբլուրից անեն դուրս շպրտեն, որտեվ փնթի թմկահար ցիլինդրավոր դավաճանը պիտի գա կամ իր խմբակով, բայց արդեն այն սերունդը, որ մեծացել է, որ պետք է գնա բանակ, ծառայի, հայրենիքը պաշտպանի, եթե դրա կարիքը լինի, զենքը ձեռքին մարտեն չի հայրենիքի համար, նրանց արդեն այդ ծնողներին վախացնում է, սադրում է, այ մեզ չընտրեք, ուրիշին ընտրեք, ընդդիմության ընտրեք, պատերազմա լինելու, ձեր երեխեքին կոտորելու են։ Բայց ամենաառաջերտին պատերազմ բերողը իրանք են, Հայաստանի գլխին չարիք բերողը իրենք են, Հայաստանը այն կկվի պատմության պես մաս-մաս զակ-զակ տվողը իրանք են, տեսնում եք, ամենօրյա ռեժիմով սուտը գնում է, կեղծիկը գնում է, զիջելը գնում է, Ալիևի հրամանները կատարում են, սարսափելի նորից եմ ասում, տիկին ուրեմն ազգանունը մոռացա, ուրեմն ցեղասպանության թանգարանի տնօրենի աշխատանքից ազատել էր միայն նրա համար, որ J.D. Vance-ին հուշահամալիրում ուրեմն գիրք է նվիրել եւ ցեղասպանության մասին ինչ որ բան է պատմել, խաչքարեր է ցույց տվել։ Երեք չարաչորը տկարամիտը ինքը խոստովանեց, դավաճան անատամ ծուրբերան ամուսնալուծված հիմա էլ փորձում եմ կոռեկտ լինել։ Փարկասո իհարկե կեղտա բերանից շատ հեռու եմ, հայուանքներ չեմ տալիս, բայց այսպես
խեղդում է, էլի ժողովուրդ, երևի ձեզանից շատերի մոտ էլ կա այդ ատելությունը, այս տականքների նկատմամբ այնքան շատ է, որ չգիտես, այս քեզ թվում է, որ ձեռքը տնգնեն, կարող է ասենց խեղդես բարեզբոն իմաստով։ Ամեն բան այնց են խառնում, անենց են փչացնում, ու ես զարմանում եմ, գիտեք ինչի վրա, որ այս տխմարները, այս պերաշկի ուտող, այս աշտարակի սուջուխ պոպոկ ուտող, այս սովածները իրանց ավտոբուսով գնում են շրջանները, եւ մեր շրջաններում կան դեռ այդպիսի մարդիկ, որ գալիս են սրան փաթաթվում են, ձեռք են սեղմում, նկարվում են, բացառությամբ այն մի երիտասարդին, որ իր խանութից դուրս վռնդեց։ Փառք ու պատիվ է տվում։ Մնացածը ես չգիտեմ, ինչ անուն տամ, ինչ պիտակ տամ սիրելիներս, որ ոչ մեկին չվիրավորեմ։ Ասեմ ժեխ ասեմ, անուղեղ ասեմ, տգետ ասեմ, կույրացած ասեմ, ես զարմանում եմ, էլի, որ կարելի է այսքանից հետո ամենօրյա ռեժիմով հերոստատեսությամբ նորություններով տեսնի, թե այս խմբակը ինչա բերում է ժողովրդի գլխին ու շարունակի սրանց ձեռք սեղմել, սրանց հետ նկարվել կամ մանկահասակ կամ երեխային բերել տալ, որ Նիկոլ ջան գրքի մի հատ նկարենք երեխու հետ, ցենց եթե մեր հասարակությունը, որը 80%-ով իմ համոզմամբ տգետ է, շարունակի նման քայլերով գնալ դեպի ընտրություններ, ուրեմն հաստատ իմացեք, քանի որ սրանք, ինչպես ասում է իմ լավ բարեկամ Էդմոն Մարուկյանը, սրանք ժողովրդին շատ լավ են ճանաչում, սրանք ժողովրդի հետ նույն նոտաներով են երգում։ Սրանք ժողովրդի այդ պերաշկին որ ուտում են, խեն պերաշկին ուտում, օրինակ չգիտեմ, որ պերաշկի ուտելը տենց ձեռքերով նստել ավտոբուսում ուտելը տգեղ է։ Բայց քանի որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը նորից պերաշկի ուտող է, այդ նույն ձևով, այդ կանգառներում հələ մի հատ նայեք, շուկաների մոտ նայեք, կինոթատրոնների եսին փողոցներում էլ ամեն քայլա փոխում խաչապուրի է, չէ, որ մեջը պանիր չկա։ Ես չգիտեմ ինչ անդե, շավուրմա է ու պերաշկի է ու պոնչիկ է։ Սենց աղբի պես ոչ առողջարար ուտելիք է, այս ժողովրդի 80%-ը սա օրը այդտեղ կանգնած ուտում է։ Ասում եմ, կանգառներում, ավտոկայանների մոտ նայեք, այն պազերա, լազերա, բար որ գնում են դեպի շրջաններ, գյուղական շրջաններում, ավտոճանապարհներին քշում եք դեպի միջև, ես չգիտեմ, Գորիս, Ղափան ճանապարհներին վաճառվում է, սաղ տեղի այդ պերաշկին է։ Դրա համար իրանք քթել են, ժողովուրդը գիտեն, ժողովրդի ճաշակն ու մակարդակը, իրանք տունը Նիկոլը Ալեն Սիմոնյանը հոգեղտոտ պերաշկի չի ուտի։ Այնտեղ հատուկ տեղը գիտեն, այդ կարկանդակը կպատվիրեն, ամեն կարկանդակին էլ կարող է մի 1000-1500 դրամ, 2000 դրամ վճարեն, մակարդակ, կարքին, առողջարար կարկանդակ, մաքուր ձեթով պատրաստած իրանց համար կբերեն իրանց տունը, որ իրանք ուտեն, որ իրանք վատ բան չեն ուտելու, հիմար չեն, բայց էդի նկարահանման այդ միամիտների համար մի հատ այդպես պերաշկի պիտի ուտեն, որ տենա նայ, ես էլ ձեր նման եմ, էլի, այդ պերաշկին դուք ուտում եք, ես էլ եմ ուտում։ Վաղն պիտի ասի, արդեն հիմա ես ինչ մանդատ տվեք, ես չագուչը վեկալեմ, Քոչարյանը սենց, արդեն սկսել են Քոչարյանից խոսալ, նորից նույն բանը գնալու է։ Ասածս դա է, որ ժողովուրդը, եթե այդ հասկացողությամբ, այդ մտածողությամբ շարժվի, սրանք անկասկած կհաղթեն, իհարկե 3 ամսում էլ ժողովրդին կրթելը անհնարին բան է, սրանք էլ որ հաղթեցին, իսկ թվում է շատ շուտով Հայաստանից ոչինչ չի մնա։ Հիմա մեկը կասի, վայ, վախացնում եք, գունայրը խառնում եք իրար, չէ, տեսնում եք, էլի կամաց։ Ու սարսափելին էնա, որ սրանց համակրողները շատ են, նույնիսկ իմ ազգականների մեջ շատ կան, իմ հարազատների մեջ կան, որ սրանց անկասկած ձայն են տալու, բայց եթե իրանց էլ հարցնում ես, կոնկրետ ասեմ իմ ազգականների մասին, ասենք, ինչ են, կասեն, Նիկոլին չենք հավանում, Նիկոլին չեն սիրում, բայց ՔՊ-ին ու Նիկոլին ձայն են տալու, ինչու, որովհետև ասենք, մի հատ վերացական օրինակ բերեմ, ասենք, մորս կամ Լոս Անջելեսում գտնվող մորաքրոջը սրանց էդի նույնն են, էլի, իրանց հորողբոր աղջկա, քերու, տղու, կնգա, տղու փեսեն Կոնջորյանն է, օրինակի համար, պայմանական, օրինակ բերեցի Կոնջորյանն է, եւ օրինակը հորողբոր աղջկա, մորքուրի, տղու, քերու, կնգա, հարևանի, տղու, հարցի փեսեն։ Այս շատ երկար օրինակ բերեցի, շատ հեռուացրեցի այդ կազգակցական կապը, բայց իրականում դա շատ կարճ է։ Իրանք Նիկոլին չեն սիրում, իրանք Նիկոլի հետ համաձայն չեն։ Ես երբեք չլսեցի, որ քննադատեն Նիկոլին կամ ասեն գլուխը ջապիտիկա կոտրել, պետքա հեռացնել, պետքա չընտրել, ինքը թշնամի է, բան, չէ, Նիկոլի հետ շատ բաներում համաձայն չեն։ Բայց
Կոնջորյանի հետ, Շակերտավոր Կոնջորյանի հետ, այսքանը կապեն, մեջտեղի են հորքուր մորքուր հարևան հանեք, այդ դրա համար իրանք ձայնը տալու են դրան։ Ու դա ինձ այնքան է վրդովեցնում, որ ես կարող այսքականից նորից եմ ասում, դա արա մասին մի երկու անգամ ասել եմ, կարող եմ կապը խզեմ բոլորովին իմ Երևանում գտնվող իմ ազգականների հետ, քանի որ ես չեմ կիսում այդ իրանց ընտրությունը, չեմ կիսել, ու ինձ համար շատ վիրավորական կլինի, որ ես իրանց համարելով բավականին ոմանց բավականին կրթված, ոմանց բավականին խելոք, ոմանց պարզապես մարդ, ժամանակակից քաղաքի կենտրոնում ապրող եւ այլ աշխարհ տեսած, որ կարող է այդպես պրիմիտիվ մտածեն ու այդքանից հետո գնան այս սրիկաների ձայն տան, նույն փորձանքը բերեն մեր երկրի գլխին ու ավելի մեծ ծավալների։ Ու այդ են մարդիկ, որ Քոչարյանի ժամանակ քոչարյանական էին, այնտեղ պաշտոն ունեին, այնտեղ էին աշխատում, այնտեղ էր իշխանությունը լավը։ Սերժ Սարգսյանի ժամանակ այնտեղ պաշտոն ունեին, այնտեղ էին աշխատում, այնտեղ էր լավ, այնտեղ եկամուտ կար, մոտիկ հարաբերություններ կար Լևոն Սարգսյանի հետ, ընդհանրապես քաղաքով շրջապատ։ Այսօր արդեն նոր իշխանությունն է։ Սրանց հետ են լավ, սրանց հետ կապ կա, սրանց հետ պարգևատրում կա, սրանց հետ հորեղբոր աղջկա, մորքուրի, տղու, քեռու, կնգա, հարևանի փեսեն Կոնջորյանն է։ Այսօր սրանք են լավը։ Արհամարելով ինչ որ մի մարկային մտածելակերպ, զգացմունքներ, հայրենասիրություն, մտահոգություն երկրի մասին։ Այ միայն սրա համար կարող եմ ես դադարեմ մեկընդմիշտ, ես երբեմն իմ հեռախոսից տարվա մեջ մի քանի անգամ մաքրում եմ կատարում, ավելորդ լուսանկարներն եմ ջնջում եւ մի 2-3 հատ հեռախոսի համար որոշ մարդկանց, եւ դա խորհուրդ եմ տալիս շատերին, որ եթե մարկա ձեր հեռախոսի գրքի մեջ, որին 1 տարի, 2 տարի, 3 տարի չեք զանգել, ինքն ձեզ չի զանգել, նշանակում է ոչ դուք եք իրան պետք, ոչ ինքն ձեզ է պետք։ Ու դրանց ջնջում եմ, հանում եմ իմ հեռախոսի գրքից։ Այն նույն ձևի երևի այդպես կարող է հանեմ իմ որոշ ազգականների, հենց միայն այդ ընտրության համար, որովհետև իսկապես այս քաղաքական կյանքը, այս Հայաստանի վիճակը, այս սրանց ստեղծած կերտածևն ու սպիտակը շատ մարդկանց է թողնում կամրջի տարբեր կողմերում, նույնիսկ վերջերս իմ մոտիկ ընկերներից մեկին ես զգուշացրեցի, շատ վիճեցինք, շատ խոսացինք եւ այլ, ու անհասկանալի, անընդունել է ինձ համար այդ տեսակետը, որ ինքն է արտահայտում, դրա համար իրան խնդրեցի, որ եթե չես ուզում, որ վատանա իմ ու քո անձնական հարաբերությունները, ես խնդրում եմ դու այդ մասին, այդ թեմայով ինձ հետ չխոսած, որովհետև հիմա ես որ ասեմ, կարող եք նորից շամադրել, այնց անհեթեթ բաներ կարող է խոսան մարդիկ, էլի այդ կտրվածքով էլի Նիկոլին չենք հավանում, բայց այն ու որ դու ես հավանում, դե լավ է, այն էլ մի բան չի, կամ սենց կամ բա ինչ անենք, բա Նիկոլի թեման կամ սենց կամ բան կամ չեմ ուզում հիմա ուրիշ թեմա արծացեմ, բայց իմաստը դա է։ Այնպես որ այն ինչ որ ես դեմքերն են խոսում, սրան էլ իմիջիայլոց ինձ հետաքրքիր է պարզապես թեթևակի, իհարկե փու թքած ունեմ այս ապուշի վրա, մտածում չեմ կարող հասկանամ, պարզեմ, ջոգեմ, սա տղայա թե աղջիկա, ժողովուրդ կարող է իմանալ, սա երգա թե ворց է։ Բայց սրա նմանները ասես բաները որ խոսում են, պատերազմ են ուզում, մեզ չընտրեք պատերազմա լինելու, դա աշխարհի ամենամեծ սադրանքն է, մի հավատացեք, սուտ են խոսում։ Պետք է առաջ երթին ազատվել սրանցից, որպեսզի այս Հայաստանի այս հոսքը, որ սենց Հայաստանը սենց ջրի պես հոսալով պակասում է, այդ կանգնեցվի, դադարեցվի, թարմ մարդիկ կան, թարմ ձևով բանակցեն, իմիջիայլոց ասեմ, սա երևի մեր հայաստանցիների ամենամեծ սխալն էր, որ մտածեցին երիտասարդներ կգան, նոր քաղաքականություն, ամեն բան լավ կլինի, շա ամենասխալ բանն է, փորձառու քաղաքական գործիչներից, փորձառու երկար տարիներ քաղաքականության մեջ եղած մարկանցից, պաշտոնյաներից, թեկուզ կոռումպացված, թեկուզ եւ այլ, դրանից ճիշտը լավը չկա։ Պարզապես պետք է դրանց մեջ գտնել ամենամաքուրներին, ազնիվներին, ոչ կոռումպացվածներին եւ դրանց վստահել երկրի իշխանությունը կառավարումը։ Այս կանաչ, այս խակ, այս տկարամիտ, այս շատ կասկածելի մտածելակերպ անցյալ ներկա ունեցողների հետ, որոնք եկել են հիմա էլ զբաղված են
թալանով, կոռումպացիայով, կոռումպացված են, հիմա էլ ասում են, ինչ կա այդպես բան, հետ կարդացեք, կիմանաք, այդպիսի բան կա, թե չկա։ Սա էլ ասածս, ինչ ասեմ, մի հավատացեք, եւ իհարկե վերջում նորից իմ մի զարմանքը, նորից ինչպես սկսեցի Լապշինի մտքով ավարտեմ իմ լավ բարեկամ, իմ ընկեր Էդմոն Մարուկյանի ասած մի մտքով, կապված տիկին կարծեմ Գզոյան էր, հա, Գզոյանի հեռացման հետ կապված, գիտնական են հեռացրել, անհիմն ձևով աշխատանքից հեռացրել են։ Իսկ ուր են Հայաստանի գիտնականները, ուր են Հայաստանի մտավորականները, ուր է ձեր բողոքի ձայնը, ուր է ձեր բողոքի ալիքը, ուր է ձեր գործադուլությունը, ուր է ձեր բողոքը, ուր է ձեր, չգիտեմ, փողոց փակելը, բա ինչու դուրս չեք գալիս։ Այսպիսի անարտարություն դուք էլ ձեզ մտավորական եք հանվանում, ես չգիտեմ, գիտնականներ եք, ակադեմիայի անդամներ եք, դասախոսներ եք, թղթակից անդամներ եք, բայց ձեր գոլեգային անհիմն ձևով թքելով ձեր բոլորի դեմքին համար առաջի ստախոս դավաճան տկարամիտը մարդուն աշխատանքից ազատում է, թե մեկը չի հարցնում վարչապետը ինչ կապ ունի ցեղասպանության թանգարանի տնօրին հետ, որ նրան ինչ իրավունք ունի, նրա իշխանությունը ոնց կարող է տարածվի ցեղասպանության թանգարանի վրա, որ Պետրոսի կնգան հրաման տա աշխատանքից, բա ուրա ձեր բողոքի ձայնը, այս սրա վրա եմ զարմացած։ Անտարբերությունը մեր բոլորի, առավել ևս հայաստանցիների համար առաջին հիվանդությունն է, անտարբերությունը։ Այ անտարբերությունը մեզ բերեց հասրեց այսօրվան, անտարբերությունով գնում եք դեպի եւ դասախոսներն էլ մտավորականները կասեն դե եղբայր հացի խնդիրը աշխատանք ունեն, չկորցնենք, երեխայի ուսման փողը դեռ պետքա տանքելը տուն են գնել այդ հիպոթեկային վարձը պետքա մուծենք, հանգած մի բան խոսանք մեզանի գործից քահանեն, դե ինչ ասեմ, լռեք։ Հացի խնդիրը վաղ Ալիևը կգա, կդառնա ձեր երկրի տեր ու տիրականը, հացի խնդիր կլի, ձեզ աշխատանքի կտեղավորի, բոլորիդ հաց կտա, ձեր բոլորիդ աշխատավարձ կտա, իժամ բենզին կտա, էլի կլռեք։ Լռեք։ Օքուջավան ուներ այդպիսի երգ, Մալչունի, անտարբեր լռողներ։ Ամենայն բարիքներ ձեզ, տեսնենք ինչ կլինի վերջում։